Բարի օր, շարունակում ենք տոնական կերակուրների շքերթը, այսինքն բաղադրատոմսերի շքերթը, այսպես ասեմ։ Այսօր եւս ձեզ կներկայացնենք խոզի մսով շատ հետաքրքիր կերակուր, որը հանգիստ կարող է ամանորի սեղանին պառկել։ Ասեմ ինչ է հարկավոր։ Խոզի փափկամիս, գլուխսող, սխտոր, խնձորի հյութ, կոնյակ, սալորաչիր, նուշ, կարակ, աղասած կարմիսեր պղպեղներ, աղ եւ բահացուացված արքայախնձոր։ Սկսենք մարինադից։ Մարինադը պատրաստելու համար վերցնենք հարմար աման եւ քերիչի մանր անցքերով անցկացնենք սխտորը եւ սոխը։ Սկսենք սխտորից։ Это сохо. Սոխը արդեն լացացնում եմ, վերցնում թումի սոխը, վիտամիններ են պետք են, սրան ավելացնում ենք կոնյակ, պատկերացնում է սոխ սխտոր կոնյակ, համային համադրությունը ներշնչում է ուղղակի, շատ հետաքրքիր բույր ունի։ Սա արդեն հոտ չէ։ Սա բույր է, կոնկրետ։ Ավելացնում ենք խնձորի հյութը։ Եվ սա համեմում ենք պղպեղներով։ Մի փոքր լավ։ Վերջ, մարինադը պատրաստ է։ Մշակենք խոզի փափկամիս։ Ընտրեք այսպիսի միս, որպեսզի մի կողմից յուղի շերտ լինի։ Եվ սկսում ենք կտրվածքներ անել։ Գեղեցիկ է։ Մսի կողմից է կարելի է մի փոքր կտրված կանել։ Սա անում ենք նրա համար, որպեսզի շուտ միսը մարինացվի։ Եվ բոլոր կողմերից թաթախում ենք մարինադի մեջ։ Հզորություն։ Չեն էլ կատարում, ինչեր։ Լավ, տեսեք, լավ թաթախելուց հետո փակում ենք սա սննդային թաղանթով և ցանկալի 6 ժամով թողնում ենք, որպեսզի մարինացվի։ Վերցրու, բայց թող մարինացվի։ Վերցրու, դες ինչ գեղեցիկ է, գեղեցկություն։ Վերցրու։ Այնուհետև
նշի վրա լցնում ենք եռացրած ջուր, կլպելու ենք, որպեսզի կլեպը հետո առանձնանա հեշտությամբ։ Եվ սկսում ենք կտրատել սալորաջիրը։ Տեսեք, երկու տիպի սալորաջիր ենք վերցրել, թթվաշ եւ քաղցր։ Եվ կտրատում ենք մոտավորապես նշի չափ։ Դու շատ լսիր, նշի չափ։ Այլ ավելի մանր, բայց ավելի լավ է նշի չափ։ Սա էսպես և կլպում ենք նուշը նարդի այստեղ զրաշցնում ենք և սկսում ենք կլպել ցեք տաք ջրից հետո այն հեշտությամբ կլպվում է այսպես շատ չենք մանրացնում, մի փոքր վրայից ուղղակի անցնում ենք վերջում սա էլ լցրեցինք սալորաջրի վրա միսը վերադարձում վերադարձում տեսնենք թե ինչ ենք անում մսի հետ վերադարձում Հայև անցավ 6 ժամ։ Ծերացար 6 ժամը։ Գնա սափրվի նոր արի։ Շատ հետաքրքիր է։ Մինչ նրան չորացնել եմ, տապակը հայտնվում է գազօջախն կարող է տանկացնել։ Շատ տաք լինի։ Կարակ թող հալվի։ Մսակտորը հարկավոր է թեթև չորացնել մարինադից։ Բայց մարինադը չթափեք, այնտեղ մեզ պետք է։ Եվ լավ չորացնելուց հետո մսակտորը յուղով դեպի տապակը տապակում ենք այս մասով Ձայնը կարծես սիմֆոնիան է։ Ռախմանինով։ Տեսնենք, թե ինչ տապակի մեջ ենք ուղարկում ջեռոցը։ Այնտեղ ջեռոցում պետք է ջերմային մշակման ենթարկել։ Կարմիր եղև է կապել։ Հենց այս մասի վրա մի փոքր խոշորախ։ Ջրքամ ենք արքայախնձորը, այսինքն արքայախնձորի պահածոն։
Մյուս կողմն էլ է արդեն գեղև կապել։ Սա ինչ է նման, ինչ կենթանու, արագ մտածիր։ Դինոզավր։ Եվ փորձում ենք նուշը և սալորաչիրը լցնել արանքները։ Պատկերացրեցիր ինչ համային համադրություն է այստեղ։ Այնուհետև այսպես շրջում ենք տապակի մեջ։ Մյուս կողմից էլ։ Եվ ինչ, դու ասացիր և, ով ասաց և, դու ասացիր և, լավ, և գործի ենք դնում ներարկիչը, որտեղ է ահա, Արքայախնձորի պահածոյի հյութը քաշում ենք ներարկիչի մեջ։ Եվ ներարկում։ Ուսի մեջ։ Ոչ, մի փոքր խոշոր աղբրան, շարում ենք արքայախնձորի հատիկները, և ծածկում ալյումինաթղթով։ Կարծում նկատեցիք, որ մսի յուղոտ մասով դեպի ներքև դրեցինք, դեպի տապակը։ Եվ սա ուղարկում ենք ջեռոցը։ Ջեռոցը միացնում ենք։ Ջեռոցը միացնում ենք։ 200 աստիճան և թողնում ենք մսակտորը այնտեղ ջերմային մշակման ենթարկվի մոտ 30 րոպե։ Այդ ընթացքում մնացած մարինադը յուղային մասը խառնում ենք իրար, ինչի մեջ տապակել ենք։ Մի փոքր էլ կարելի արքայախնձորի հյութ։ Մի փոքր խնձորի հյութ։ Չէ, խնձորի հյութը արխմի։ Արդեն կա այնտեղ վերցրում անուշերը։ Սա լավ խառնում ենք։ Կես ժամ հետո ալյումինաթուղթը վրայից կհանենք և պարբերաբար այս խառնուրդից վրան կոծենք։ Կոծենք, ասում կոծենք, կոծի։ Հեռացնում ենք ալյումինաթուղթը և պատրաստի, այսպես ասած մարինադից լցնում վրան, ահա, ինչ
Չուչը հյութ է գոյացել, նաև իր հյութից ենք վրան լցնում։ Սա պարբերաբար ամեն 5 րոպեն մենք անում ենք եւ այդպես այս մսակտորը եփում ենք եւս 30 րոպե, որից հետո արդեն կտրատում ենք եւ մատուցում վերջ։ Պատրաստ է տոնական կերակուրը։ Սալորաչիրով եւ արքայախնձորով խոզի միս։ Խոզի փափկամիս մոտավորապես 1.5 կիլոգրամանոց կտոր, սոխ 1 գլուխ, սխտոր 2-3 բջիջ, սալորաչիր 10-12 հատ, արքայախնձոր 1 տուփ, նուշ 70 գրամ, խնձորի հյութ 1.5 բաժակ, կոնյակ 30 մլ, կարագ 30 գրամ, աղ պղպեղներ։ Պատրաստման եղանակը՝ սոխը եւ սխտորը մանր անցքերով քերիչով քերել, ավելացնել նաև կոնյակը, խառնել։ Դրան հարկավոր է ավելացնել մոտ կես բաժակ, մի քիչ նույնիսկ ավելի խնձորի հյութ, աղ, պղպեղ անել, խառնել։ Խոզի ոսկորը հեռացրած մսակտորի վրա կտրվածքներ անել, միսը դնել խոր թասի մեջ, վրան լցնել մարինադը, ծածկել թաղանթով եւ առնվազն 6 ժամ թողնել սառնարանում։ Կարելի է ավելին էլ թողնել, աղը պետք է ճիշտ բռնել ուղղակի։ Նշի վրա երջուր լցնել, թողնել 10-15 րոպե։ Սալորաչիրը նշի մեծությամբ կտրտել, նուշը կլպել։ Տապակի մեջ կարագ հալեցնել, մսակտորը մարինադից հանել, չորացնել, յուղի շերտի կողմով դեպի ներքև դնել տապակի մեջ եւ թողնել կեղև կապի։ Այդ ընթացքում բավական կհալվի յուղը եւ տակից լավ կկարմրի մսակտորը։ Շրջել, տապակած կողմին աղ անել, արքայախնձորի պահածոն ջրքամել, տապակված միսը տեղափոխել ջեռոցի տապակի վրա, մսի կտրվածքի մեջ սալորաչիրի եւ նշի խառնուրդ լցնել, շրջել ջեռոցի տապակի մեջ, այդ կողմից էլ մսի ճեղքերը լցոնել նշով եւ սալորաչիրով, ներարկչի մեջ խնձորի հյութ հավաքել, հյութը ներարկել մսակտորի մեջ, աղ անել, վրան շարել արքայախնձորի օղակները, ծածկել ալյումինաթղթով եւ դնել տաք ջեռոցը։ Այն հարկավոր է նախապես 200 աստիճան տաքացնել, թողնել 30 րոպե։ Մարինադին ավելացնել տապակի յուղը, արքայախնձորի հյութից մի քիչ, 30 րոպե հետո հարկավոր է այս ստացված խառնուրդով օծել մսակտորը։ Քանի դեռ միսը ջեռոցում է, այս գործողությունը պետք է կրկնել մի քանի անգամ։ Կտրելուց առաջ անպայման պետք է մսակտորը հանել ջեռոցից եւ թողնել 15 րոպե հանգստանա։ Այդ ընթացքում հյութը հավասարաչափ կտարածվի մսակտորի մեջ։ Եվ իհարկե ծանր կերակուրից հետո կառաջարկեմ թեթև ապուրի բաղադրատոմս։ Դա թե տոնական օրերին է անհրաժեշտ, թե սովորական։ Ասեմ շատ համեղ ապուր է, ասեմ ինչ է հարկավոր պատրաստելու համար։ Սպանախ, մաղադանոս, ալյուր, կարագ, մշկնկույս, աղ, աղացած սև պղպեղ, կաթ եւ ձու։ Ձուն հարկավոր է խաշել, մենք իհարկե վերցնենք արագ ստաշնաֆաբրիկայի հավի ձվերը, գցում ենք սոտելինքի մեջ, ջուր եւ աղթրեմ, նրանք եփվում են, արդեն եփվել են։ Կարելի ինչ անել, կարելի է հանել ձվեր ուղղակի։ Ձվեր հանել ձվերը։ Ձվերը հանել։ Ձվերը հանել։ Թող մնա։ Սարչի, որից հետո կմաքրենք այն։ Այնուհետև մշակում ենք սպանախը, եռացրած ջրի մեջ լցնում ենք սպանախը, մի փոքր աղ չեր խանգարի, մի փոքր աղ, Եվ եռացող աղաջրի մեջ խաշում ենք սպանախը։ Այն շատ երկար չի կարելի խաշել, հենց եռած 20 վայրկյան։
Ահա, կամիջ թող ձեռքի տակ լինի։ Ի դեպ ասեմ, ինչու չի կարելի շատ խաշել, որպեսզի գույնը պահպանի։ Քավում ենք եւ անմիջապես վրան սառը ջուր լցնում։ Այս տարբերակում սա իհարկե չի աշխատում, որովհետև դա դեռ սպանախը ջերմային մշակման ենթարկվելու է։ Կացայի մեջ գցում ենք կարագը։ Թող սառին եւ կարագով տապակում ենք ալյուրը։ Այստեղ տեսնում եմ սպանախ է մնացել։ Ալյուրը մի փոքր տապակելուց հետո քիչ սկսում ենք ավելացնել կաթը։ Այսպես մի փոքր ավելացնում ենք, խառնում ենք, ավելացնում ենք, խառնում ենք, դրանում ենք նրա համար, որպեսզի գնդեր չառաջանա։ Հեշտ ծուլվի ալյուրը կաթի մեջ։ Անհրաժեշտության դեպքում մի փոքր կարելի է ջուրը ավելացնել, թող դեռ եռա, իսկ մենք շատ մանր կտրատենք սպանախը։ Եվ լցնում ենք վրան։ Համեմում ենք մշկընկույզով։ Աղբղբեղով։ Մանր կտրատում ենք մաղադանասը։ Եվ հենց մաղադանոսը լցրեցինք, կրակը անմիջապես անջատում ենք։ Մնաց մատուցել, իսկ մատուցում ենք նախապես խաշված ձվով։ Սպանախով եւ կաթով ապուր։ Սպանախ 1 կապ, ալյուր 2 ճաշի գդալ, կարագ 50 գրամ, կաթ կես լիտր, մաղադանոս փոքր փունջ, սև պղպեղ, աղ, մշկընկույզ եւ ձու 2 հատ։ Պատրաստման եղանակը. կացայի մեջ ջուր լցնել, եռացնել, աղանել, սպանախ ընդամենը 20 վայրկյան եփել, ապա սառը ջրով ողողել, ջրքամել։ Դրանից հետո մանր կտրտել։ Այս կերպ մշակած սպանախը նույնիսկ հետո եփելու դեպքում պահպանում է իր վառ կանաչ գույնը։
Կարագը կաթսայի մեջ հալեցնել, ալյուրը թեթևակի բովել, կաթով բացել, ավելացնել կտրտած սպանախը, համեմել մշկընկույզով, աղով, հասցնել եռման վիճակի, եթե շատ թանձր է, հարկավոր է երջուր ավելացնել։ Ապուրի վրա կտրտած մաղադանուս շաղ տալ, մատուցելիս ափսեների մեջ խաշած ձվի շերտեր ավելացնել։ Այսօր այսքանը եւ հատուկ նրանց համար, ովքեր սիրում են զուգահեռ մեծ հետ պատրաստել, ասեմ հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք հավիդոշ, սպանախ, սերուցք, կարագ, պանիր, ալյուր, կաթ եւ վերջ։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։